Թայլանդում եւ Կամբոջայում սահմանային սրվող հակամարտության պատճառով շուրջ կես միլիոն մարդ է տարհանվել, գրում է միջազգային մամուլը։ Քաղաքացիական անձին կապաստանում են ուդայական տաճարներում, դպրոցներում եւ անվտանգ այլ վայրերում, հաղորդում է Associated Press-ը։ Թայլանդի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնում է, որ 7 նահանգների ավելի քան 400,000 բնակիչներ տեղափոխվել են ապաստարաններ։ Կամբոջայի պաշտպանության նախարարության տվյալներով տարհանվել է ավելի քան 100,000 մարդ։ Համացանցում տարածվող կադրերում երևում է, թե ինչպես են Թայլանդի Սուրին նահանգում զինվորականները ուղղաթիռով տարհանում վիրավորներին։ Կամբոջայի եւ Թայլանդի բնակիչներն ասում են, որ հոգնել են պատերազմից եւ ուզում են տուն վերադառնալ։ Երբեմն այդ մասին մտածելիս չեմ կարողանում զսպել արցունքներս։ Ինչու թայլանդացիներն ու կամբոջացիները, որոնք եղբայրներ են, կռվում են։ Չգիտեմ, կա արդյոք շահերի բախում, այդ մասին խոսելիս ես լաց եմ լինում։ Մի քանի տարի երջանիկ էի, երբ ապրում էի խաղաղության մեջ, բայց հիմա ցավ եմ զգում, տեսնելով այս մարտերը։ Ես ամաչում եմ ինձնից, որովհետև ծերանում եմ ու դեռ փախչում եմ պատերազմից։ Ուզում եմ տեսնել պատերազմի ավարտը, որպեսզի կարողանամ վերադառնալ իմ տուն։ Բախումների հետևանքով զոհվել է 48 մարդ։ Լարվածությունը կողմերի միջև շարունակում է աճել նոյեմբերի 10-ին ականի պայթյունից թայլանդցի զինվորի վիրավորումից հետո։ Associated Press-ի տվյալներով Թայլանդի եւ Կամբոջայի միջև նոր բախումները, որոնք սկսվել են դեկտեմբերի 7-ին, ամենաարյունալին են հուլիսից ի վեր, երբ հնգօրյա մարտերի ժամանակ տասնյակ մարդիկ զոհվեցին, իսկ գրեթե 300,000 խաղաղ բնակիչներ տեղահանվեցին։ Թայլանդի եւ Կամբոջայի փոխադարձ թշնամանքը տասնամյակների պատմություն ունի, այն սկիզբ է առել այսպես կոչված զմրուխտե եռանկյունու շուրջ սահմանային վեճից Թայլանդի, Կամբոջայի եւ Լաոսի միջև ընկած տարածքում։ Զմրուխտե եռանկյունի կոչվող տարածքում հինավուրց տաճարներ կան, որոնք երկու ժողովուրդները իրենց հոգևոր մշակութային ժառանգության մաս են համարում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս շեշտել է, որ այս տարվա ընթացքում իրեն հաջողվել է ի թիվս այլ հակամարտությունների դադարեցնել նաև Թայլանդի եւ Կամբոջայի միջև պատերազմը։ Միջազգային մամուլը գրում է, որ Թրամփի միջամտության շնորհիվ հնարավոր դարձավ անկայուն հրադադար հաստատել։ Հոկտեմբերի վերջին Միացյալ Նահանգների միջնորդությամբ Կամբոջայի եւ Թայլանդի վարչապետներ Հուն Մանեթը եւ Անութի Չանվիրակումը Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի 47-րդ գագաթնաժողովի շրջանակներում հռչակագիր ստորագրեցին, պարտավորվելով նպաստելու լարվածության թուլացմանը։ Հակառակ երկկողմ պայմանավորվածությանը շուրջ մեկ ամիս առաջ Թայլանդը հրաժարվեց այս համաձայնագրից, պատճառաբանելով իր երկու զինվորականների մահը։ Ըստ Բանգկոկի նրանք զոհվել էին սահմանային գոտում ականի պայթյունից։ Այս կերպ Թայլանդը մեղադրեց Կամբոջային հրադադարը խախտելու համար։ Հակամարտության վերջին սրացումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մտադիր է հեռախոսազրույց ունենալու իր ձևակերպմամբ երկու շատ հզոր երկրների՝ Թայլանդի եւ Կամբոջայի միջև պատերազմը դադարեցնելու համար։ Թայլանդի արտգործնախարարության խոսնակ Բալանկուրան սակայն հայտարարում է, որ Միացյալ Նահանգներից միջնորդության առաջարկ չի ստացվել։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, դեռևս կապ չի հաստատվել։ Ես այդ հայտարարությունը տեսել եմ սոցիալական ցանցերում, այնպես որ դա չի կարող համարվել Միացյալ Նահանգների միջնորդության պաշտոնական առաջարկ։ Բացի այդ, եթե երրորդ երկիրը միջնորդություն առաջարկի, կարծում եմ Թայլանդը չի ընդունի։ Սահմանը հատվել է եւ թայլանդցիներ են սպանվել, եւ մենք պետք է համոզվենք, որ սա այլևս չի կրկնվի։ Մենք պետք է համոզվենք, որ ունենք բավարար վստահություն, նախքան բանակցությունը, եւ հիմա դրա ժամանակը չէ։ Աննա Նազարյան, Ռադիոլուր։